Բարև բոլորին, նախորդ տեսանյութում խոսացի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Կոչ արեցի մեր հայրենակիցներին չխառնվել են պատերազմին, որը որ մերը չի։ Ինչպես նաև խոստացել եմ, որ թույլ չեմ տալու որոշ հանրային և քաղաքական գործիչների մանիպուլացնեն ու խաբեն մեր հայրենակիցներին, հանուն իրենց անձնական շահի։ Հիմա ուզում եմ անդրադառնամ, ինչպես ինքն է իրեն կոչում, վերլուծաբան, բլոգեր պարոն Չիբուխչյանին։ Իհարկե բոլորն էլ իրավունք ունեն կարծիք արտահայտելու, բայց ես չէի անդրադառնա տվյալ անձնավորությանը, եթե չլիներ այս հայտարարությունը։ Պատկերացնեք, այստեղ բավականին լուրջ զարգացումներ ա տեղի ունեցել։ Ուրեմն Իրանը հրթիռ է արձակել Աբրահամ Լինկոլն ավիակրի ուղղությամբ, բայց հրթիռը խփվել է, բարեբախտաբար չի հասել տեղ, մեր ավիակիրը տեղը տեղին ուրեմն կանգնած է, ուրեմն կարողացել են կանխել այդ հարվածը բարեբախտաբար։ Ուրեմն Ընկեր ջան, եթե դու քեզ համարում ես ամերիկացի, դա քո իրավունքն է, բայց Ամերիկայից նստած մի փորձի ստեղ մեզ ուղղություններ ցույց տաս։ Եթե Ամերիկան է քո երկիրը, ուրեմն գնա խոսա քո երկրի, քո ժողովրդի ու քո ղեկավարի մասին։ Կամ եթե այդքան շատ եք սիրում Հայաստանը, բախից չեք գալիս թե ապրեք։ Ես ասել եմ ու ասում եմ, այս պատերազմը մերը չի, մենք պետքա չեզոք մնանք, չթուլացնելով մեր զգոնությունը։ Ու ձեր նման վայ վերլուծաբաններիդ ուզում եմ մի բան ասեմ, մենք չենք մոռացել, թե 90-ականներից սկսած պարսիկ ժողովուրդը ինչքան են մեզ աջակցել։ Խաղաղություն բոլորիս։